Միգուցե այս միջոցառման անհրաժեշտությունը չլիներ, եթե Հայաստանի կառավարիչները սպասարկեն Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահը եւ դեկտեմբերի 9-ին նմանատիպ շատ ավելի մեծ միջոցառում կազմակերպեին, այդ թվում նաեւ միջազգային, ինչ արվում էր մինչև 18 թվականը, առնվազն նախագահ Սարգսյանի կառավարման շրջանում նմանատիպ միջոցառումները օրինաչափություն էին։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, պարոն Մամիջանյան, պետք է նշեմ, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը նախաձեռնող էր արտաքին քաղաքականությունը եւ դա երևում էր ոչ միայն Հայաստան-Թուրքիա առանձնախապայմանների հարաբերությունների հաստատելու ձգտման մեջ, այլ նաեւ հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը նոր ավելի մեծ որակական փուլ մտցնելու մեջ։ Ես դրա մասին կխոսեմ։ Իհարկե, երբ որ 2008 թվականին նախագահ Սարգսյանը նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտությունը, կային նաև ազնիվ մտահոգություններ որոշ քաղաքական եւ ոչ միայն քաղաքական շրջանակների մոտ, մասնավորապես նաև Սփյուռքում, որ հնարավոր է հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացը կանգ առնի կամ դանդաղի։ Ես ես կարող եմ ասել, որ նախագահ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության 10 տարվա կառավարումը ապացուցեց մի բան. Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն կանգ չառավ, այլ նաև նոր թափ ստացավ, նոր որակ ստացավ, ես դրա մասին կխոսեմ, դա թուրքական ժխտողականության դեմ պայքարներ, եւ երրորդ նոր որակը դա, այո, դուք շատ ճիշտ նշեցիք, այլ մեր բաղթակի ժողովուրդների ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործընթացի լոկոմոտիվ լինելն էր։ Տեսեք, առաջին իսկ պահից, երբ որ 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվում էին հայ-թուրքական պրոտոկոլները, թուրքական դիվանագիտությունը Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ ցանկացան պրոտոկոլների ժամանակ խոսել հայոց ցեղասպանությունից եւ Արցախից։ Հանրապետության նախագահը եւ արտաքին գործերի նախարար Վարդան Նալբանդյանը հստակ պաշտպանելով ազգային ու պետական շահը թույլ չտվեցին, որպեսզի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն թեկուզ մեկ բառ կամ մեկ ստորակետ արտաբերի կամ ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման կամ արցախյան բանակցությունների վերաբերյալ, որովհետև հստակ էր մեր կարմիր գիծը, որ հայ-թուրքական գործընթացը որևէ կապ չունի արցախյան գործընթացի հետ, եւ սա առանձնախապայմանների գործընթաց է, եւ սա որևէ կապ չունի ցեղասպանության դատապարտումը կանգնեցնելու հետ։ Տեսեք, 10 թվականին Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչեց, այնուհետև Բրազիլիան ճանաչեց, Լյուքսեմբուրգը ճանաչեց, Չեխիան ճանաչեց 10-ին։ Ուրեմն Հռոմի Պապը Ֆրանցիսկոսը պատարագի ժամանակ խոսեց հայոց ցեղասպանության մասին, Եվրոպական խորհրդարանը դրա մասին խոսեց, Հունաստանը հատուկ որոշմամբ հանդես եկավ, ես դրա մասին հերթով կգամ։ Գերմանիան եւ նախագահի մակարդակով եւ Բունդեստագը։ Բայց հիմա ժամանակագրությունը չխախտեմ, հերթով գամ։ Տեսեք, 69-ի 69-րդ նստաշրջանն է, ասամբլեան է, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա իր խոսքը սկսում է շնորհակալություն հայտնելով բոլոր այն պետություններին եւ կազմակերպություններին, որոնք ճանաչել ու դատապարտել են հայոց ցեղասպանությունը։ Խոսելով հայ-թուրքական պրոտոկոլների մասին, նախագահ Սարգսյանը խոսում է այն վավերացնելու անհրաժեշտության մասին։ Սակայն խոսում է, որ Հայաստանը թույլ չի տա, որ որևէ մեկը, այդ ու նաեւ Թուրքիան, նախապայմաններով ու շանտաժով խոսի Հայաստանի Հանրապետության հետ։ Դա պետական ու ազգային գործի հստակ վարքագիծ էր եւ խոսելով այդ պրոտոկոլների մասին անշեց. եթե Թուրքիան պետք է շանտաժի ենթարկի Հայաստանի Հանրապետությանը կամ ակնկալի, որ մենք հետքայլ կկատարենք հայոց ցեղասպանության ճանաչման գործում, որպեսզի մենք վավերացնենք այդ պրոտոկոլները, ապա, ինչպես ասում է մեր ժողովուրդը, գրողի ծոցը վավերացնենք։ Այդ գրողի ծոցը վավերացնելը դա մեր հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների Հայաստան, Սփյուռք, Արցախ եռամիությունության հստակ արձագանքն էր։ Սա խոսում է, որ հանրապետական կառավարումը, հանրապետական իշխանությունը հստակ սպասարկում էր ազգային շահը։ 19 թիվ մենք մտանք հստակ գիտակցմամբ, որ Հայաստանը արդեն դարձել է ընդդեմ ցեղասպանությունների հանցագործության միջազգային կենտրոն։ 19 թվականի մարտին
տեղի ունեցավ Արարատի ստորոտին միջազգային մեդիա ֆորումը, որտեղ մասնակցում էին աշխարհի 150 առաջադեմ լրատվամիջոցների լրագրողներ։ Անունն էլ պատահական չէր, Արարատի ստորոտին։ Այսօրվա կառավարիչները հրաժարվում են Արարատի խորհրդից, հրաժարվում են Արարատից, իսկ Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի կառավարման շրջանում նույնիսկ մեդիա ֆորումները միջազգային հստակ ունեին մեսիջներ Արարատի ստորոտին։ Արարատը բիբլիական լեռ է եւ Արարատը խորհրդանշում է մարդկության եւ հայ ազգի վերածնունդը։ Եվ Արարատի ստորոտին նշանակում էր, որ ցեղասպանությունից հետո կա վերածնունդ։ Բայց վերածնունդի համար պետք է որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի այդ ցեղասպանությունները։ Այնուհետև եղավ մարտի 24-ը։ Ինչ էր մարտի 24-ը։ Մարտի 24-ը Հայաստանի Հանրապետության պարլամենտը հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ պատիվ եմ ունեցել լինելու այդ հարցի հիմնական զեկուցողը, ճանաչել է Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը Հանրապետական կուսակցության նախագահ Սարգսյանի կառավարման շրջանում ոչ միայն հետամուտ է լինում դատապարտելու հայոց ցեղասպանությունը, այլ նաև դատապարտում էր այդ ժողովրդների նկատմամբ իրականացված ոճրագործությունները։ Եվ ի պատիվ այդ գումարման խորհրդարանի, 5-րդ գումարման խորհրդարանի եւ ի պատիվ բոլոր խմբակցությունների, որովհետեւ Հանրապետական կուսակցության եւ մեր նախաձեռնությանը միացան առանց բացառության բոլոր խմբակցությունները եւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորները, միաձայն 118 ձայնով դատապարտվեց Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյանին եւ Քեմալական Թուրքիայում։ Առաջ ասնելով ասեմ, որ մեր խորհրդարանը Հանրապետական իշխանության կառավարման խորհրդարան, երբ որ Հանրապետական ուներ մեծամասնություն, դատապարտել է նաեւ իսլամական պետության կողմից Եզդի եղբայր ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Եվ Հայաստանը այն երկրներից է, որը դատապարտել է Մերձավոր Արևելքում իսլամական պետության կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Գալիս է արդեն 15 թվական ապրիլ։ Կազմակերպվում է միջազգային մեծ գլոբալ ֆորում։ Կարծում եմ պարոն Զաքարյանը դրա մասին կխոսի, որովհետև գլոբալ ֆորումի ակտիվ նախաձեռնողներից եւ կազմակերպիչներից մեկը պարոն Զաքարյանն է։ Այնտեղ էլի կարմիր գծով գնում է ընդդեմ ցեղասպանությունների դատապարտման այդ գիծը։ 24-ին, ապրիլի 24-ին Հայաստան են գալիս հարյուրավոր երկրների պատվիրակներ։ Դա ցեղասպանության 100-րդ տարելիցն էր։ Երևանում էին գտնվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 անդամների զեկուցի ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը։ Բազմաթիվ տասնյակ երկրներ մասնակցում են խորհրդարանի ղեկավարների մակարդակով։ Սա խոսում է այն փաստի մասին, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնող պետականամետ քաղաքականությունը տալիս է իր պտուղները։ Հայաստանի ձայնը ոչ միայն լսելի էր, այլ Հայաստանը նաև քաղաքականություն էր թելադրում ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում։ Համեմատության համար ասեմ, այդ նույն օր ապրիլի 24-ին Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ կազմակերպված էր Գալիպոլի ճակատամարտի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ։ Միատեսեք մասնակիցների կազմը Ծիծեռնակաբերդում եւ մասնակիցների կազմու ռանգը Թուրքիայում։ Համեմատության համար ասեմ, Գալիպոլիում Թուրքիայում Ռուսաստանը ներկայացնում է Պետդումայի ղեկավարը, իսկ Ծիծեռնակաբերդում Երևանում նույն օրը Ռուսաստանը ներկայացված էր իր նախագահ Վլադիմիր Պուտինով։ Սա խոսում էր Հայաստանի գործոն լինելու եւ միջազգային բարձր հեղինակություն ունենալու մասին եւ մեր քաղաքականությունը ընկալելու մասին։ Խորհրդարանական մակարդակով բազմաթիվ գործողություններ են իրականացվել։ Բազմաթիվ իմ նախաձեռնությամբ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Սլովակիայում, Չեխիայում, Հունաստանում, Կիպրոսում, նույնիսկ Ճապոնիայում
եւ Սանկտ Պետերբուրգի SNG-ի կենտրոնակայանում պարլամենտական։ Տվյալ երկրների պարլամենտականների հետ միասին կազմակերպվել են Ցեղասպանության թանգարանի ցուցանմուշների ցուցադրություն։ Բոլոր միջոցառումներին մասնակցել են տվյալ երկրի պետական պաշտոնյաները, ամենացածր ռանգ եղել է պարլամենտի փոխնախագահ։ Եվ բոլորը ելույթ են ունեցել տվյալ երկրներում, հասկանում եք, այդ երկրներում Ցեղասպանության թանգարանի ցուցադրություններ ա կազմակերպվել։ Եվ այդ բոլոր երկրների ղեկավարները ներկա են եղել։ Դա խոսում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության մասին։ Ավելին, 100 տարիցին ոչ միայն մեր դաշնակից երկրները, օրինակ Ռուսաստանի Դաշնության Պետդուման հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, այլ նաև Եվրոպական միության մի շարք երկրներ, մասնավորապես Հունաստանը, մայիսի 19-ին Աթենքում Հունաստանի խորհրդարանը հատուկ նիստ գումարեց, հատուկ նիստ նվիրված հայոց ցեղասպանությանը, որտեղ ելույթով հանդես եկավ եւ Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոստանդնուպոլուն, եւ մեր Սրբազանը, եւ Հայդատի Եվրոպական գրասենյակի ղեկավարը, եւ ձեր Խոնարհ Ծառան։